Բալու ժողովուրդ ջան, ուրեմն առավոտից կարդում եմ նամակները ժողովրդից գրած, անհանգստացած։ Սենց ասեմ, որից մի 20 արդեն բացել եմ, այն միտքն ա գրած, որ Ներսիկ Իսպիրյանը Ռուսաստանի Դաշնությունում համերգի ժամանակ քարոզար շավա սկսել, որ Մասիսը մեզնից տանում են, տավարի ցավ, Մասիսը քոնը չի, եզի ծնունդ։ Կբերես է ժողովրդին կապացուցես, այ հոգնած, որ Մասիսը մերն է։ Եթե դու չապացուցեցիր, որ մերն է ու մենք հրաժարվում ենք, ուրեմն դու չընթրլո տիպ ես։ Ուրեմն դու գնա յուբկա հակի, այ օլուղ։ Էս ով եք դուք, արա այ հոգնածներ։ Էս ինչ կեղտ եք, արա դուք։ Մաս երկիրը տալիս ա, տավար, քեզ պետք է տայինք։ Քեզ պետք է մաս անենք ու տայինք։ Վարված եք, որ հզորանում ենք, լավ ենք անում, այլ լցնում ենք ձեր վրա։ Այ արմյաշկ եք։ Ու այդ լսարանը, որ նստած համերգի ժամանակ լսել ա քեզ, մի հատ լավ քրվել ա քեզ, Իսպիրյան։ Ես այս նամակներից ընդամենը 20-ն եմ բացել, բայց ես 1000-ից ավել ընդ նամակ ունեմ ինձ սպասող։ Դու հասկանում ես այդ դալիճը քո մասին ինչ ա մտածել։ Արա այ օլուխներ։ Ռուսաստանի Դաշնությունում հայերը, որ նստած ոչ մի ձեն չեն հանում, ձեզ չեն հակաճառում, կամ Փաշինյանի, ասենք, չեն հելնում գովում։ Այդ չի նշանակում, որ ձեր նման հավ են, ձեր նման զոմբիա զավր են, ձեր նման տատանք դավաճաններ են, ձեր նման կործանված մարդ արարածներ են։ Ռուսաստանի Դաշնությունում մարդիկ քո նման ապուշ չեն։ Ու բոլորդ այս արմյաշկեքդ քթներիդ օղարեք։ Ռուսաստանի Դաշնության հայերը գալու են ու ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Ու դուք նենց պատրվածք եք ստանալու, որ ոչ մի խիրուրգ չի կարողանալու կարի։ Ու ես շատ ուրախ եմ ելնելու, որ դուք այդ պատրվածքը ստանաք։ Ու ընդհանրապես ուրախ եմ, որ դուք այս պահին բոլորդ նորից կրկնում եք, որ դուք օլուխ խվիչներ եք։ Շատ լավ է, որ դուք նորից փաստում եք, թե դուք ով եք մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, մեր պետության եւ պետականության համար։ Շատ լավ է։ Իսպիրյան գալու է ժամանակ, որ քո համերգներին ոչ մեկ չի թույլելու քո ռոժին։ Սա ես իմ կարծիքն եմ ասում քո մասին, որ դու կործանված հայ ես։ Դու հայ չես։ Դու, չգիտեմ, հիվանդ ես։ Հիվանդ։ Մի մարդ, որ ասի Մասիսարը մեզնի հրաժարվում են, մեզնից գողանում են։ Մասիսարը երբ ա եղել քոնը։ Օլուխ խվիչ։ Մենք հիշես, ինձ էլ հիշեցնես։ Այս 21-րդ դարում եկել եք, այս շրի նման դուս եք տալիս, այս շեշ դուս եք տալի ու խոսում։ Մարդկանց էլ հավի ու անասունի տեղ ունեն։ Արա ինչքան կարելի է։ Յախ ոնց եմ զզվում ձեզանից, զզվում եմ, բայց ամսի 7-ին պատրաստվեք։ Ու ես ձեր բոլորի արած այս արտահայտությունները, այս դաշնակազավր արտահայտությունները շատ վիրավորական են, որովհետև դուք այս ձեր պահվածքով դուք վիրավորում եք մեզ։ Դուք այդ ինչ աստիճանի անասունի տեղ եք դրել բոլորիս, մեր ազգին, մեր ժողովրդին, այս սա ցավալին։ Դուք շատ անգրագետ ու տգետներ եք, նման արտահայտություններ անողներդ, ու մտածում եք հայ ժողովուրդն էլ այդ տեսակը։ Մտածում եք, որ այս պետության ժողովուրդը լրիվ քյալեն թափած է, էլի ասենք, ոչ պատմություն գիտի, ոչ օրենք գիտի, ոչ միջազգային օրենք գիտի, հա։ Իսպիրյան, պատերազմի ժամանակ որտեղ էիր, կարելի է մի հատ իմանալ։ Այդ ժողովրդին, որ կոչ եք անում սենց անեն, նենց անեն, այդ կոչ անողներդ, հավաքվեք ձեր տնեցիքով, ձեր բալեկով, ձեր տատիներով ու պապիներով, եկեք Հայաստան, մենք ձեզ զենքը տալիս ենք, գնացեք եղեք սահմանին, Մասիսը հետ բերելով եղավ, այսինքն այս շեշ դուրս տալով դուք ընդամենը ձեր պատիվն ու անունն եք գցում, ու յուրաքանչյուր երգիչ կլինի, քանդակագործ կլինի, բանաստեղծ կլինի, ինչ որ արտիստ կլինի, կլոուն կլինի իր մասնագիտությունով, չեմ անում, ով ուզում ա լինի, ինչքան գա սենց էշեշ դուս տա, այնքան ցույց ա տալիս, որ այս ժողովրդին անասունի տեղա դրի։ Ու այդ ժողովուրդը դրանից հետո ձեզ չի հարգելու, ձեզ չի լսելու, ձեր համերգներին, ձեր ելույթներին չի գալու, ձեր շանտեղ չի դնելու։ Գիտեք ինչու, որովհետև այս արտահայտությունների տակ մենակ մի բան կա՝ դրոշ կորցնել ու հայի արում թափել, աննասուններ։ Ու ընդհանրապես մի հատ եկեք Հայաստան, այդքան Հայաստանի համար դոշ տվողներ, ու գնացեք 25 օրով ծառայեք, ձեր պարտքը տվեք Հայաստանի Հանրապետությանը, այդքան Հայաստան սիրողներդ, այդքան Մասիսար գզողներդ, կգաք կգնաք սահմանին կկանգնեք 25 օր մեր տղերքի հետ հավասար, կպաշտպանեք այս երկիրը, այդ ժամանակ դուք իրավունք կունենաք ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անունը տալու, հասկացաք։ Մնացած դեպքերում մաքրվեք, դուք ոչ մեկ եք։ Այսքանը։ Բարու ժողովուրդ ջան, ասի հենը միացես կոֆե վայել եմ, մեկ էլ մի քանի պորտի բմբուլ կա Ռամազանցում, հասես ապնդրում։ Ես չգիտեմ մարդ ինչքան պետք է դալբայա շիրլնի, դալբայո կոնկրետնի, որ համացանցում նման բան գրի։
Ժողովուրդս էլ ինձ գրկում ամերի ջան, այսօվա։ Ո՞ր պետք է ներեխեք ջան։ Մեկ նասկի։ Ինչ որ մեկի ռեզին։ Ինչ ասեմ։ Բոլորը գիտեն ես որտեղ եմ։ Հենա, վերնիսաժի մոտ կանգնած եմ, կոֆե եմ խմում։ Լավ, եկեք հուշեմ ձեզ։ Յաշիրներ, այ պորտի բմբուլներ, ինձ փնտրող։ Ուրեմն գալիս եք վերնիսաժի մոտ, իմ աշխատանքի վայր, կանգնում եք, հսկում եք, հետո իմ հետևից գալիս եք միջև իմ տուն։ Այդ տենց բնակավայրս ջոգում եք որտեղ է։ Հուշեմ էլի։ Հա, որ հանգարց որ ուզում եք գա քյուր, մեկ էլ հոպելո, ես եմ գալիս դες քյուր։ Այ խրտվիլակներ, այ ձիգզողներ, ես իբր բան եք անում, հա, ուզում եք վախի մտնոլորտ ստեղծեք, դե փարչակալով, հաշվության եղեք, արա, խնդալս գալիս, այ իսկականից նայում եմ ձեր վրա, կարմիր գիրք եք գնում լրիվ։ Հայի դեպ իմ հասեն փնտրելու ժամանակ ձեր մոր հասցեները մի գրեք, չէ՞ որ իմ հասցեն եք փնտրում, օլոխներ, մի հատ էլ չասեմ ինչ եք գրելա, ինձ էլ կտակ դրա հասցեն, իոս, դու լավ է։ Մտա եջը տեսա աղջի, իբր քո դեմքով ես, բերիշկական ես, աշխատում, գիտես, որ հաստատություն ես գրեն դե, ուզում ես ես գամ, ես ուղ եք արա դու, այ կալոններ, հելել եք համացածում, իբր մերի եք փնտրում, մերին Հայաստանի Հանրապետությունում է, հենց Հայաստանի Հանրապետության սրտում է, հենց կենտրոնում է, ու ամեն օր է, մերի խանութներ է գնում, մերին կլուբներ է գնում, մերին համերգներ է գնում, մերին քաղաքում ման է գալիս, ինչ մի ինգել եք ման եք գալիս չեք գտնում, կարող ասեղի եմ նման, լավ էլ չաղո եմ, ուր եք, մեկն էլ ինձ ասում են, ձեզ ով այդ իրավունքը տվել, մարկանց վիրավորեք, եսա գրելու եմ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, ֆլակ վռուկ յազիչ ջան, գրի, ես 8 տարյա գրում եմ իմ էջում Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին, ինչ իրավունքով են Նիկոլ Փաշինյանին կամ այս քաղաքական ուժին սատարողներին վիրավորում, կամ էշի տեղ դնում, բանի տեղ դնող չկա, ասում են ժողովրդավարություն է, բա, բարեցես, ազատ խոսքի իրավունք է, ես ակտվում եմ այդ ազատ խոսքի իրավունքից, ասում եմ ով ինձ էշի տեղ դրեց, ծխելու եմ, ով ինձ հավի տեղ դրեց, ուտ բերեց, ծխելու եմ, դուք ձեր կարծիքն եք հայտնում, որ ես թուրք եմ, դուք ձեր կարծիքն եք հայտնում, որ ես դավաճան եմ, ու սեռական այլ խոսքեր եք գրում ինձ, պատասխանը ստացեք, ինչ եք տենց ուզվել, նորմալ է, ու չկա աշխարհում մեկը, որ ինձ ասի, թե ես ինչ գրեմ, ես էլ ականջների տողարեք, չեքատների, ծլիկներ, մի բան էլ ասեմ էլի, հիշեցման կարգով, այ պորտի բմբուլներ, Մերի Տոմյանը շատ լավ գիտի դուք ինչի ընդունակ եք, Մերի Տոմյանը գիտի դուք հայի արունը թափելու համար ձեր համար մի հատ սվիստոկ է պետք։ Մերիները գիտի։ Ու եթե մերիները գիտենալով հելնում է ձեր դեմ, ուրեմն լռվեք տեղներդ։ Դուք կարեք ձեր ընտանիքին վախացնեք, ձեր չկայացած հալով։ Մերին չի ստացվելու։ Ես տեղ եմ, քաղաքի կենտրոնում, եկեք, եթե տղա եք էլի, եթե կակ էտքան, Լոս Անջելոս գրած Ռուսաստանում լրված, պորտի բմբուլ, քո հետ եմ, այս շի ծնգած, այս շիմված, բա տղա ես արի, մեկ էլ մինա ես, ինչ պուտո ես, են որ քո էջում կոչեր ես անում, ինձ բրնեն, ծխեն, մորթեն, ես անեն, են անեն, աշկիս հետույքըտ քորա գալիս, լրպի վաստակ, Էսի քո Ռուսաստանը չի աղջի, Էսի քո բեսպրիձել պուտոյի երկիրը չի, Ընդհանրապես խիտ կոչեր անում մարդանց գցում քակը, Հենա, նորացիները խոն թողես տունը գնաց, Բա եթե անելու բան, խիտ կոչ անում ուրիշները անեն, Բա հելեք եկեք դուք արեք, Հելեք եկեք ձեր ձեռով արեք, խիտ ուրիշներին կոչ անում, մարդու վերացնելու, ծխելու, Այդքան ուժեղ եք, հա, Ինչքան հոգնած եք, Ինչքան կորած, չկայացած, Մեղք եք արա, մեղք, Դաժե չգիտես ձեր նմաններին ոնց դիմես, Իրոք չգիտես, Այդ ենց հայ ազգին անդադ կոչ անելով, կուտը տալով, պաթոսը խեղտանելով, Այս ազգին 35 տարի ճնշեցիք ու ստրուկի նման պահեցիք, Լավ է, Աշվացյան եղեք, հոգնածներ,